Շփոթված, արագացված միտք, առանց կենտրոնացման միտք, ցրված, ուշադրության պակասով, դուք չեք կարողանում հաղթահարել տագնապը, չեք կարողանում կարգավորել ձեր մտքերը, ինչ է կատարվում, դուք գուցե պայքարել եք դեպրեսիայի, խորը տխրության, հուսահատության դեմ, ինչ է կատարվում ձեր անդադար վատ մտքերի հետ, որտեղից են դրանք գալիս, եկեք այստեղ հասկանանք Աստծո խոսքը, թե ինչ է Աստծո խոսքն ասում դրա մասին, Առաջին Կորինթացիներ 14-րդ գլխում 10-րդ խոսքում ասվում է այսպես. Աշխարհում այնքան բազմատեսակ լեզուներ կան, որ դրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։ Այսինքն, մենք այստեղ հասկանում ենք. կարող են լինել շատ պատճառներ այս ախտանիշների համար, որոնք մենք հենց նոր նկարագրեցինք, սակայն անշուշտ գլխավոր պատճառներից մեկն այստեղ է, այս համարում։ Դա հենց այն խնդիրն է, որ դուք ավելի շատ եք ականջ դնում կամ ականջ եք դնում ավելի շատ ձայների, քան պետք է։ Այո, տեսեք, մտածեք ինձ հետ։ Աստվածաշնչյան այս խոսքը հաստատում է հետևյալը. նախ, որ կան միլիարդավոր ձայներ։ Մենք գիտենք, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ ունի ձայն։ Այդպես չէ՞։ Իհարկե, մենք չենք կարող լսել աշխարհի բոլոր մարդկանց։ Մենք չենք կարող լսել բոլորին, բայց մենք կարողանում ենք լսել մի քանի հարյուր, գուցե մի քանի հազար ձայներ, որովհետև ամբողջ օրը մենք ռմբակոծվում ենք ձայներով։ Դա հեռախոսի մեջ է, դրանք ծանուցումներն են, դրանք սոցիալական ցանցերն են, որտեղ դուք թերթում եք։ Ամեն նոր էկրան, ամեն նոր տեսանյութ մի խոսք է, ամեն նոր տեսանյութ մի խորհուրդ է, մի մարդ է, ինչ-որ մեկն է, որ ինչ-որ բան է ասում։ Դրանք նորություններն են, երգերն են, բովանդակությունն է, որը դուք դիտում եք։ Ի վերջո, դրանք հազարավոր ու հազարավոր և միլիոնավոր ձայներ են։ Ուրեմն, եթե աշխարհում կան միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր ձայներ, և ոչ մեկն առանց նշանակության չէ, այսինքն, բոլորն էլ բերում են իմաստ, բոլորն էլ բերում են մի միտք, մի գաղափար, մի խոսք, մի հաղորդագրություն, ինչ-որ տեսակի հաղորդագրություն, մի լուր։ Լավ, իսկ եթե աշխարհն այն վիճակում է, ինչ վիճակում որ կա, աշխարհը միմյանց չի հասկանում, աշխարհը շփոթված է, աշխարհը պատերազմի մեջ է, աշխարհը մշտական վեճի և մրցակցության մեջ է, մարդիկ միմյանց սպանելով, սպառնալով, միմյանց կծոտելով։ Այսպես է ապրում այս աշխարհը։ Ուրեմն, ինչ եք կարծում, ինչ կպատահի ձեր մտքի հետ, եթե դուք ականջ դնեք այդ ձայներին, եթե դուք լսեք ավելին, քան պետք է, նրանց, ում չպետք է, և ավելի շատ, քան պետք է, ինչ եք կարծում, ինչ կլինի ձեր գլխի հետ։ Ձեր գլուխը լինելու է աշխարհի արտացոլանքը, կլինեն պատերազմներ, կլինի բաժանում, շփոթություն, դուք ձեր գլխի ներսում գաղափարների հետ մրցակցության մեջ կլինեք։ Մի պահ մի բան կմտածեք, մյուս պահին մեկ այլ բան, մի գաղափար, որ ձեռք եք բերել, քիչ անց կգա մի այլ գաղափար, որը կհերքի այդ սկզբնական գաղափարը, և դուք ոչինչ չեք անի, որովհետև բազմաթիվ ձայները կբաժանեն և կթուլացնեն ձեզ ձեր ներսում։ Մենք այստեղ, Իսրայելում ենք, և Իսրայելում ամենահայտնի և ամենաշատ մեջբերվող աստվածաշնչյան տեքստերից մեկը հենց սա է. Երկրորդ օրենքներ, 6-րդ գլուխ, 4-րդ խոսքից սկսած. Լսիր, ով Իսրայել, մեր Տեր Աստվածը, Տերը մեկ է։ Տեսեք, սա պարզ է թվում, բայց այն ժամանակ, երբ սա գրվել է Մովսեսի ժամանակներում, հավատալ միայն մեկ Աստծո նորություն էր, որովհետև մարդիկ չէին հավատում միայն մեկ Աստծո, ինչպես այսօր շատ մարդիկ նույնպես չեն հավատում միայն մեկ Աստծո։ Նրանք հավատում են շատ աստվածների, շատ սրբերի, հավատում են սրբերին, հավատում են հագուստի գույնին, հմայություններին, հավատում են նույնիսկ ձմեռ պապին, հավատում են բյուրեղին, հավատում են աստղերին, հորոսկոպին։ Աշխարհում շատ աստվածներ կան։
Այն ժամանակ նույնպես մարդիկ պանթեիստ էին, այսինքն հավատում էին բազում աստվածների։ Ուրեմն երբ Աստված Մովսեսի միջոցով ասում էր այսպես. «Լսիր Իսրայել», այսինքն մեկ ձայն, մեր Տեր Աստվածը միակ Տերն է, դա այնտեղ նորություն էր, դա հեղափոխական էր, ինչպես թե միայն մեկ Աստված կա, այսինքն չկա մի Աստված արև տալու համար, չկա մի Աստված անձրև տալու համար, չկա մի Աստված երկրի պտուղներն աճեցնելու համար, չկա մի ուրիշ Աստված կնոջս պտղաբերություն տալու համար, ինչպես թե միայն մեկ Աստված կա, նա ամեն ինչ է անում։ Ուրեմն միակ Աստծո այս միտքը միայն մեկ Տիրոջ հեղափոխական էր և իրականում հեղափոխեց աշխարհը։ Հեղափոխում է, որովհետև այն պահից, երբ դուք հասկանում եք, որ կա միայն մեկ Տեր և մեկ ձայն, որի հեղինակությունը գերագույնն է, դա ամբողջությամբ փոխում է ձեր ողջ կյանքը։ Ուրեմն սա մի միտք է, որն Աստծո խոսքում կրկնվում է։ Այս մշտական կոչը լսելու միայն Աստծո ձայնին։ Եվ հենց դա է միավորում մեր միտքը։ Դա միավորում է մեր զգայարանները, մեր մտքերը, մեր նպատակները, դա մեզ համակարգում է, մեզ հավասարակշռում է, մեզ դարձնում է կենտրոնացած, որովհետև կենտրոն բառն ինքնին նշանակում է մեկ։ Գոյություն ունի միայն մեկ կենտրոն, երկուսը չկան, կա միայն մեկը։ Ինչն էլ, որ ուզենաք կենտրոնացնել, միայն մեկ կենտրոն ունի, ուրեմն կենտրոնը մեկն է, և այդ մեկը Աստվածն է։ Մեր կյանքի կենտրոնը պետք է լինի Աստված։ Հետևաբար, եթե դուք ուզում եք հաղթել տագնապին, ցրվածությանը, կենտրոնացման պակասին, ուզում եք հաղթել մտահոգությանը, վախին, կասկածին, բոլոր այն վատ մտքերին, որոնք գալիս են ձեր գլխում, առաջին բանը, որ պետք է անեք, դադարեք լսել բազմաթիվ ձայներ, ավելի շատ ձայներ, քան պետք է, և դա վերջ չունի։ Ուրեմն ինչ պետք է անեք գործնականում։ Դուք պետք է դադարեք հետևել սոցիալական ցանցերում այն մարդկանց, որոնք կապ չունեն ձեզ հետ, չեն առաջարկում այն, ինչ դուք ուզում եք, համահունչ չեն այն ամենի հետ, ինչ դուք փնտրում եք ձեր կյանքի համար, համահունչ չեն Աստծո հետ։ Նույնիսկ այն մարդկանց, ովքեր ասում են, թե Աստծուց են, բայց շատ բան չունեն առաջարկելու, որովհետև այս աշխարհում շատ մարդիկ են խոսում Աստծո մասին, բայց դուք պետք է հասկանաք տարբերությունը նրանց միջև, ովքեր խոսում են Աստծո մասին, և նրանց, ովքեր Աստծուց են։ Նույնիսկ Սատանան է խոսում Աստծո մասին։ Սատանան Հիսուսի հետ Աստվածաշնչից էր խոսում։ Այնպես որ, եթե ինչ-որ մեկը բացում է Աստվածաշունչը և սկսում է խոսել ձեզ հետ, դա չի նշանակում, որ այդ մարդը Աստծուց է։ Դուք պետք է զգույշ լինեք, թե ում եք լսում։ Այնպես որ, մաքրություն արեք ձեր սոցիալական ցանցերում, ձեր հեռախոսի մեջ, դադարեք հետևել մարդկանց, կրճատեք նրանց։ Դուք դա պետք է անեք։ Ես գիտեմ, որ սա հակասում է աշխարհի մտածելակերպին, որովհետև աշխարհը սովորեցնում է, որ բաց միտք ունենալու համար դուք պետք է լսեք բոլորին, պետք է լսեք մարդկանց, պետք է շատ գիտելիք ունենաք, սակայն դա գործնականում չի աշխատում։ Կան պահեր, երբ դուք պետք է փնտրեք ավելի շատ տեղեկություն որևէ հարցի մասին։ Այո, կան պահեր, երբ պետք է փնտրեք ավելի շատ տեղեկություն այդ թեմայով, բայց հավատն ինչի վրա է հենվում։ Հավատը միշտ կարող է հենվել այն ձայնի վրա, որը չի փոխվում, այն ձայնի վրա, որը չի ձախողվում, որովհետև մարդու ձայնը ձախողվում է, մարդու ձայնը փոխվում է, նույնիսկ գիտության ձայնն է փոխվում։ Եթե նայեք գիտության պատմությանը, 100 տարի առաջ գիտությունը չէր անում շատ բաներ, որ անում է այսօր, և անում էր բաներ, որոնք այսօր զզվելի են գիտության համար։ Այսինքն գիտությունը փոխվում է, գիտությունը զարգանում է։ Ինչու՞։ Որովհետև այն նույնպես մարդկային է, բայց երբ գործ ունեք Աստծո ձայնի հետ,
Այդտեղ կարիք չկա կասկած ունենալու։ Երբ դուք ոտք եք դնում Աստծո խոսքի հողին, կարող եք վստահ լինել, որ այդ հողը չի շարժվի, այդ հողը ավազ չէ, այդ հողը ժայռ է, եւ դուք կարող եք ձեր ողջ ուժը դնել այնտեղ երկու ոտքով, ձեր ամբողջ կյանքով, եւ ամեն ինչ կստացվի։ Ուրեմն դա մեկ ձայն է։ Այնինչ դուք պետք է անեք, կրճատել այդ ձայները, որպեսզի լսեք Աստծո ձայնը։ Տեսեք, թե ինչ ասաց Հիսուսը. Ոչխարները լսում են նրա ձայնը, հովվի ձայնը, եւ նա անունով է կանչում իր ոչխարներին, ու նրանց դուրս է հանում։ Նա խոսում էր ինքն իր մասին, որ բարի հովվի ոչխարները լսում են բարի հովվի ձայնը։ Նա անունով է կանչում նրանց, այսինքն Աստված մեզ անունով գիտի։ Աստված ձեզ ճանաչում է ձեր անունով։ Աստված գիտի հստակ, թե ով եք դուք, ինչի կարիք ունեք։ Ինչպես հովիվն է անունով կանչում ոչխարներին, եւ նա ասում է. Եվ երբ իր ոչխարներին դուրս է հանում, նրանց առջևից է գնում, եւ ոչխարները հետևում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը։ Այսինքն Աստված գնում է մեր առջևից, նա մեզ պաշտպանում է, բայց ոչ մի դեպքում չեն հետևի օտարին, այլ կփախչեն նրանից, որովհետև չեն ճանաչում օտարի ձայնը։ Ոչխարը չի հետևում օտարին, ոչխարը չի ճանաչում օտարի ձայնը, նա միայն հովվի ձայնն է ճանաչում, մեկ ձայն։ Ոչխարը սովորում է մեկ ձայնի, միայն մեկին, մեկ ձայնի։ Եվ հենց այդ ձայնն է, որ մենք պետք է լսենք։ Երբ դուք ականջ եք դնում մեկ ձայնի, ձեր միտքը հանդարտվում է։ Երբ դուք ականջ եք դնում Աստծո ձայնին, ձեր միտքը կարգավորվում է, ձեր միտքը խաղաղություն է ունենում, ձեր միտքը կենտրոնացում է ունենում, ձեր միտքը հավատ է ունենում, եւ դուք ուժ եք ունենում։ Եթե դուք դա անեք, դուք իրոք մեծ հաջողության կհասնեք։ Եվ լինի դա այս տարի, թե հաջորդ տարի, լինի տարվա սկզբին, տարվա մեջտեղին, թե վերջում, ինչ էլ որ լինի, դուք միշտ ուժեղ կլինեք, այն լավ մտքերով, որոնք կլինեն ձեր մեջ, սնված Աստծո ձայնով։ Ուրեմն հրաժարվեք, դադարեք անընդհատ փնտրել, դադարեք ականջ դնել այս աշխարհի բազմաթիվ ձայներին։ Դրանք կան եւ միայն ավելանալու են, բազմանալու են, բայց եղեք ձեր մտքի եւ ձեր ականջների պաշտպանը։ Եթե այսօրվա տեսանյութը ձեզ օգնեց եւ դուք ճանաչում եք մեկին, ում կօգնի այս պատգամը, փոխանցեք այն։ Եվ եթե դեռ չեք բաժանորդագրվել այս ալիքին, բաժանորդագրվեք հիմա։ Մինչ նոր հանդիպում։